Ողջույն սիրելի հետևորդներ, Լոս Անջելեսում ժամը 4-ն է եւ մենք ներկայացնում ենք այս ժամի ամենակարևոր լուրերը։ Եթե բաց եք թողել կեսօրի թողարկումը, կարող եք այն գտնել մեր էջում, լուրերը տարբեր են ու չեն կրկնվում։ Շնորհակալ ենք ձեր մշտական հետաքրքրության ու աջակցության համար բաժանորդագրվելով ալիքին, դուք ոչ միայն հետևում եք վերջին իրադարձություններին, այլև աջակցում մեր շարունակական առաջընթացին։ Ես Հարություն Մինասյանն եմ եւ ահա այս ժամի լուրերը։ Նախագահ Դոնալդ Թրամփը արդեն ժամանել է Մեծ Բրիտանիա, որին կանդրադառնանք մեր հիմնական ժամը 8-ի թողարկմանը, սակայն մեկնելուց առաջ ճեպազրույց է ունեցել մամուլի հետ պատասխանելով մի շարք հարցերի։ Թրամփը հայտարարել է, որ եթե Համասը պատաններին օգտագործի որպես մարդկային վահաններ, ապա նրանք մեծ դժվարությունների մեջ կհայտնվեն։ Նա նաև անդրադարձել է ՄԱԿ-ի զեկույցին, որը Իսրայելի մեղադրում է ցեղասպանության մեջ, նշելով, որ սպասում է քվեարկությանը։ Թրամփը հաստատել է, որ TikTok-ի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել Չինաստանի հետ։ Նա նաև ներկայացրել է սակագնային քաղաքականության տվյալներ, նշելով, որ Եվրամիությունը Ամերիկայի Միացյալ Նահանգներին վճարում է շուրջ $950 միլիարդ, Ճապոնիան 650 միլիարդ, իսկ Չինաստանից ստացվող տուրքերը պատմականորեն մեծ են։ Թրամփը վստահեցրել է, որ եթե Գերագույն դատարանը հաստատի նրա նախաձեռնած մեխանիզմները, ապա Միացյալ Նահանգները կդառնա աշխարհի ամենահարուստ երկիրը։ Անդրադառնալով Ալյասկայում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը, Թրամփը նշել է, որ այն շատ բան է լուծել, սակայն Զելենսկիի եւ Պուտինի միջև խորը ատելություն կա։ Նրա խոսքով Եվրոպան էլ պետք է դադարեցնի ռուսական նավթի գնումները։ Թրամփը Վաշինգտոն DC-ին ներկայացրել է որպես անվտանգ քաղաք, իսկ հանցագործության դեմ պայքարում հաջորդ թիրախներ է մատնանշել Մեմֆիսը, ապա Չիկագոն։ ԱՄՆ Սենատի դատական կոմիտեում այսօր կայացած վերահսկողական լսումները վերածվել են բուռն բախումների։ FBI տնօրեն Քաշ Պատելը ստիպված էր պաշտպանել իր ղեկավարումը դեմոկրատ սենատորների կոշտ քննադատության պայմաններում։ Սենատոր Կորի Բուքերը Նյու Ջերսիից հայտարարել է. «Պարոն Փաթել, ընդամենը 8 ամսում դուք հարվածել եք FBI-ի ինստիտուցիոնալ ամբողջականությանը»։ Դեմոկրատները նրան մեղադրել են փորձառու գործակալներին եւ ղեկավարներին ապօրինի հեռացնելու մեջ խախտելով սեփական խոստումը, թե չի զբաղվելու վրեժխնդրությամբ։ Դատարան ներկայացված հայցում նշվում է նաև, որ Փաթելը գործել է Սպիտակ տան հրահանգով, ինչը ինքը հերքել է։ Փաթելը հունից դուրս է եկել, շեշտել է, որ իր ղեկավարության ներքո FBI-ն այս տարի արդեն ձերբակալել է 23,000 հանցագործի, առգրավել 6,000 զենք, ձերբակալել է 1,500 մանկապիղծի։ Հանրապետական սենատորներն, այդ թվում Չակ Գրասլին, հանդես են եկել նրա պաշտպանությամբ, նշելով, որ Փաթելը վերադարձնում է FBI-ին իր իրական իրավապահ առաքելությանը։ Թեժր նաև Կալիֆոռնիայից դեմոկրատ սենատոր Ադամ Շիֆի հետ հարց ու պատասխանը։ Փաթելը մի պահ կորցրել է ինքնատիրապետումը եւ կտրուկ հարձակվել։ Դուք փորձում եք ինձ թակարդը գցել։ Դուք ամենամեծ խաբեբան եք, ով երբևէ նստել է ԱՄՆ սենատում։ Դուք վիրավորում եք ինստիտուտը եւ հանդես եք գալիս որպես քաղաքական բուֆոն։ FBI-ն իմ ղեկավարության օրոք պաշտպանում է երկիրը, մինչ դուք ձեր աթոռից միայն կեղծ օրակարգ եք ստեղծում։ Նախագահ սենատորը ստիպված է եղել միջամտել ու հանդարտեցնել մթնոլորտը։ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի հանրապետականները ներկայացրել են ժամանակավոր ֆինանսավորման փաթեթ, որը կպահպանի դաշնային գործակալությունների աշխատանքը մինչև նոյեմբերի 21-ը, սակայն եթե այն չստանա դեմոկրատների աջակցությունը, ապա հոկտեմբերի 1-ից նոր ֆինանսական տարվա սկզբից կարող է կառավարությունը մասնակիորեն փակվել։ Օրինակիցը նախատեսում է գործակալությունների ֆինանսավորումը նույն մակարդակով պահել բացառությամբ որոշ լրացումների։ Մասնավորապես նախատեսվում է հավելյալ $88 միլիոն կոնգրեսի անդամների, Գերագույն դատարանի դատավորների եւ գործադիր իշխանության ներկայացուցիչների անվտանգության ուժեղացման համար։ Քայլը պայմանավորված է օրենսդիրների նկատմամբ աճող սպառնալիքներով, հատկապես նախորդ շաբաթ տեղի ունեցած պահպանողական ակտիվիստ Չարլի Քիրքի սպանությունից հետո։ Ներկայացուցիչների պալատում քվեարկությունը պատրաստվում են անցկացնել ուրբաթ օրը։ Սենատում էլ հանրապետական մեծամասնության ղեկավար Ջոն Թյունը ցանկանում է հարցը քննարկել այս շաբաթ, սակայն առաջընթացի համար անհրաժեշտ է առնվազն 7 դեմոկրատների աջակցություն, ինչը դեռևս հարցականի տակ է։ Դեմոկրատների առաջնորդներ Չակ Շումերը եւ Հաքիմ Ջեֆրիսը շաբաթներով պահանջում են բանակցություններ, սակայն իրենց խոսքով հանրապետականները հրաժարվում են։ Շումերը զգուշացրել է, որ հանրապետականների քայլերը հստակ ցույց են տալիս, որ նրանք են ուզում փակել կառավարությունը։ Դեմոկրատների հիմնական մտահոգությունն այն է, որ կոնգրեսը կարող է չերկարացնել կոവിഡ്ի ընթացքում սահմանված ապահովագրական սուբսիդիաները։ Այդ դեպքում միլիոնավոր ամերիկացիների համար առողջապահության վճարները կտրուկ կբարձրանան։ Չարլի Քիրքի սպանության մեջ մեղադրվող Թայլեր Ռոբինսոնի գործով այսօր հայտարարություններ է արել դատախազ Ջեֆ Գրեյը։ Վերջինս ասել է, որ Ռոբինսոնի դեմ ներկայացված ապացույցները ծանրակշիռ են։ Նրա ԴՆԹ-ն հայտնաբերվել է այն հրացանի վրա,
եւ կամային ձգանի վրա, որով գնդակահարվել է քրքը եւ բացահայտվել է ձեռագիր գրություն, որտեղ նախապես նշել էր. «Ունեմ հնարավորություն վերացնելու Ամերիկայի առաջատար պահպանողական ձայներից մեկին եւ ես դա անելու եմ»։ Բացի այդ, Ռոբինսոնը իր ընկերոջը ուղարկել է հաղորդագրություն, ասելով, որ հոգնել է քրքի ատելությունից։ Քրքը սպանվել էր սեպտեմբերի 10-ին Յութա Վալի համալսարանի տարածքում։ Հետաքննության տվյալներով հանցագործը մեկ շաբաթ շարունակ պլանավորել էր հարձակումը եւ կրակել էր մոտակա շենքի տանիքից։ Դատախազությունը գործը որակել է որպես կանխամտածված եւ հաշվարկված սպանություն, որը կարող է հանգեցնել մահապատժի։ Ընտանիքի անդամները խոսում են նրա մասին, որ պատրաստվում էր Ռոբինսոնը ինքնասպանություն գործել, սակայն կանխել են ու համոզել հանձնվել իրավապահներին։ Նյու Յորքի նահանգային դատարանում դատավոր Գրեգորի Կարոն որոշել է չեղարկել ահաբեկչության մեղադրանքները Լուիջի Մանջիոնեի նկատմամբ, ով մեղադրվում է United Healthcare-ի գործադիր տնօրեն Բրայան Թոմփսոնի սպանության համար։ Դատարանը սակայն ուժի մեջ է թողել երկրորդ աստիճանի սպանության մեղադրանքը։ Դատարանի դալիճում մի քանի տասնյակ մարդիկ, հիմնականում կանայք, համազգեստավորված կանաչ գույնով, ի նշան համերաշխության աջակցություն էին հայտնում Մանջիոնեին։ Դրսում հավաքվածներն էլ ուրախությամբ են ընդունել ահաբեկչության մեղադրանքի չեղարկման լուրը։ Նահանգային մեղադրանքն ունի 15 տարուց մինչև ՑՄ ազատազրկման պատժաչափ, բայց կա նաև դաշնային մեղադրանք, որը կարող է հանգեցնել մահապատժի։ Վերջում միջազգային մեկ լուր Իսրայելը երեքշաբթի մեկնարկել է իր, այսպես ասած, վաղուց խոստացված ցամաքային գործողությունը Գազայի քաղաքում, հայտարարելով Գազան այրվում է։ Գործողությանը զուգահեռ ՄԱԿ-ի անկախ հանձնաժողովը հրապարակել է զեկույց, ըստ որի Իսրայելը ցեղասպանություն է իրականացրել Գազայում, ինչն իրենց խոսքով հրահրված է նաև վարչապետ Բենյամին Նեթանյահուի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններով։ Իսրայելը կտրուկ մերժել է մեղադրանքները, անվանելով դրանք սուտ եւ սկանդալային։ 100 հազարավոր գազացիների հրամայվել է հեռանալ քաղաքից, սակայն մարդիկ վկայում են, որ անվտանգ տեղաշարժվելու վայր չկա, ճամբարներն էլ գերբնակեցված են։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլքեր Թյուրքը Իսրայելին հորդորել է դադարեցնել հարձակումները։ Կարող եմ միայն մտածել, թե ինչ է սպասում կանանց, թեր սնված երեխաներին, հաշմանդամներին։ Միակ պատասխանը սա է՝ դադարեցրեք կոտորածը։ Վերջին օրերին հրթիռակոծությունը սաստկացել է։ Տանկեր, ավիացիա եւ նավատորմ միասին թիրախավորում են քաղաքը։ Բազմաթիվ ընտանիքներ զոհեր ունեն, ականատեսները պատմում են դաժան տեսարանների մասին։ Իսրայելական բանակը հայտարարում է, որ նպատակը Համասի զինված ու քաղաքական կառույցների ոչնչացումն է։ Գործողությանը մասնակցող զինվորների թիվը պետք է որ առաջիկայում ավելանա մինչև 3000 Համասի մարտիկների դեմ ճակատամարտելու համար։ ՄԱԿ-ի հանձնաժողովի զեկույցը փաստում է սպանությունների մասշտաբները, հումանիտար օգնության արգելափակումը, բնակչության հարկադիր տեղահանումները եւ առողջապահական օբյեկտների կործանումը, եւ դրանք միասին համարվում են ցեղասպանության հատկանիշներ։ Զեկույցի ղեկավար Նավի Փիլեյը հայտարարել է. Գազայում շարունակվող ցեղասպանությունը բարոյական աղետ է եւ իրավական արտակարգ իրավիճակ։ Միջազգային հանրությունը պետք է գործի հիմա։ Այս ժամի համար այսքանը, կհանդիպենք երեկոյան ժամը 8-ի հիմնական թողարկմանը։ Ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ձեզ ուշադրության համար, առողջ եղեք։